Արտավազդ Բայաթյան Գիրք ցնցուղ Մաս առաջին Վերադարձ տուն Բելլա Մութ փողոցում լսվում է կանգնող ավտոմեքենայի արգելակման ձայնը։ Քիչ անց ինչ-որ մեկը դանդաղորեն դուրս է գալիս մեքենայից և գրեթե անձայն փակում դուռը։ Մի պահ ոչ ոք և ոչինչ չի երևում, ասես ամեն ինչ սուզվել է խավարի մեջ։ Միայն չշտապող քայլերն են արձագանքում գիշերային լուռ ու դատարկ մութ փողոցում։ Լուսինը մերթ ընդ մերթ հայտնվելով ամպերի ետևից շողալով արտացոլվում է այդ տարածքում միակ եռահարկ շենքի ձեղնահարկի պատուհաններից մեկում, խախտելով կողքի ցածր տնակները շրջապատող այդ համատարած անտարբեր ու անհաղորդ մթությունը։ Դեպի տուն տանող ճանապարհի վրայով փախչող ստվերն է պահմտոցի խաղալով երբեմն հայտնվում, երբեմն ծավալվում, իսկ երբեմն էլ ցիրուցան լինում։ Աստված գիտե, թե ով է այդ փայլատակման ժամանակ երկնքից լուսանկարում այն ամենն, ինչ թաքցնում է խավարը։ Ուրվականի ստվերը սողոսկում է մուտքի ճռռոցով բացվող դռան միջով ու կրունկների ձայնը լռության մեջ մատնում է անծանոթուհու ներկայությունը։ Կինը, միահալված իր երևակայական անձի հետ, աստիճաններով բարձրանում է դեպի իր բնակարանը։ Ամեն մի աստիճանի հետ պարզորոշ լսվում են նրա կրունկների կտկտոցը, ժամանակը համրող փոքրիկ զանգակի ծլնգոցն ու տղամարդու թավ ձայնով երևակայական անձի անսպասելի զավեշտախոսությունը։ Մի ունեցիր սիրելի, մի ունեցիր խղճահարություն, մի եղիր բոլորի սիրելին, մի ունեցիր տուն, մի ունեցիր ընկերներ, մի կուտակիր հարստություն, մի ուրացիր, մի զղջա, մի ունեցիր կապվածություններ, այ քեզ թյուրիմացություն, տարակուսանքով ու ապշած մտքիս մեջ ասացի ես, սա որտեղից իմացավ, թե ինչ էի պատրաստվում գրել, չէ որ ես բոլոր սևագրերը պատռել և հրաժարվել եմ նախկին սյուժեից։ Ծանր զգացողությամբ, մտքերի հեղեղով լի գլուխս ետ գցեցի բազկաթոռի թիկնակին, որ անջատվեմ, չմտածեմ ու էլ երբեք հնի մասին ոչ մի տող չգրեմ։ Հաջորդ պահին ուշադրությունը շեղվեց և որսի դուրս եկած ժամանակը գողացավ այդ մոլորված ուշադրությունս։ Այն, ինչ նա սկսեց առատորեն առաջարկել, վերջնականապես ուժասպառ արեց ինձ ու մոռացությունն ինձ կլանեց։ Երազում, թե արթմնի, հարկադրված, թե հոժարակամ, ես ինքս դարձա իմ հորինած պատմության գործող անձը։ Մտքերիս, զգացմունքներիս ու երևակայությանս շնորհիվ ես ներքաշվեցի գործողությունների մեջ, ուր իմ հորինած կերպարներն երբեմն ավելի ճշմարիտ էին, քան ես ինքս։ Բոլորին էլ հայտնի է դա, անսպասելիորեն լսեցի երևակայական անձի տղամարդկային թավ ձայնով կնոջ պատասխանը։ Հայտում բոլորին, զարմացա ես։ Իբր չգիտես, այն բոլորին, ում մասին գրել ես, շատ հանգիստ ասաց նա և շարունակեց։ Նրանց մեջ որոշ անհատներ ամենատես են, այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կյանքը գրի չես առել։ Հենց որ գրեցիր, մինչև վերջակետ դնելը նրանց հիշողությունը ամբողջովին ջնջվում է, դառնալով ժամանակավոր, մինչև որ նրանց հարություն պարգևես մի նոր պատմվածքի մեջ։ Հետո, ապշած հարցրեցի ես, ինչ հետո, իմիջիայլոց ասաց նա, նրանք փսփսում էին, ու քանի որ ես նրանց ձայնը չեմ կարող լսել, քո սևագրություններից շատ պատահական տեղեկացա նրանց խոսակցությանը։ Բայց ես այդ սևագրերը պատռել ու նետել էի աղբարկղը, որովհետև հնի տեղն այնտեղ է։ Հետո ինչ, դու չգիտես, որ այս կյանքում ոչինչ չի ջնջվում, նույնիսկ բոլոր փաստերն ու վկայությունները վերացնելուց հետո։ Հին ու նոր, ահել ու ջահել, մեծ ու փոքր, նման օրինակությունն ամեն ինչում է։ Դա տարածություն ժամանակն է որոշում, բոլորս էլ նրա պատանդն ենք։
Խոսեց նա այնպիսի ձայներանգով, ասես դատավորը դատապարտյալի հետ ու շարունակեց. «Իդեպ, չիմանալը քեզ չի ազատում պատասխանատվությունից»։ Այսինքն, իմ մտքերը գաղտնազերծվել են ու ես այդ մասին հիմա քեզնից եմ իմանում, զայրույթով բղավեցի ես։ Ես ինչ կապ ունեմ այդ ամենի հետ, արդարացավ անձը, քեզ ստեղծողն է խոստացել, որ բոլոր գաղտնիքներն էլ կբացահայտվեն։ Հենց նա էլ ապահովում է խոստացածի ճանապարհը։ Բանսարկու, մտքում արհամարանքով ասացի ես։ Ինչու ես վիրավորում։ Դու որոշում ես քո մտահղացմանը տալ արտաքին տեսք և կերպար կերտել, դառնալով նրա ճակատագրի տերը, իսկ նա էլ ինձ է որպես անձ իր մտքում կերտում, դառնալով հեղինակ և իմ ճակատագրի տերը։ Ինչու ես դժգոհում, չէ՞ որ ինչ-որ մեկն էլ քեզ է ստեղծել։ Բայց վերջապես դու հնարովի անձ ես, այսինքն կեղծ, զայրացա ես։ Ուրեմն դու էլ քո արարչի հնարովի, այսինքն կեղծ անձն ես, հանդիմանանքով պատասխանեց նա։ Իսկ ինչու աստիճաններով բարձրանալիս մինչև վերջ չարտաբերեցիր այն բոլոր բառերը, որոնք դեռ պետք է գրի առնեմ։ Երևի փսփսոցները լավ չէին լսվում, թե ձեռագիրս էր անընթեռնելի, կամ գուցե պատառոտված թղթերից հավաքել ճիշտ խճանկարը քեզ համար անլուծելի գլուխ կոտրուկ է, հը՞, հարցրեցի ծաղրանքով։ Որովհետև դու ինձ խանգարեցիր, կտրուկ ու արհամարանքով պատասխանեց նա ու ասես ոչինչ էլ չի եղել, արագ շարունակեց. մի ունեցիր այն, ինչ ունեն բոլորը, և միայն այդ ժամանակ դու կտեսնես այդ շղթայի ամենավերջին օղակը, և դա կլինես դու։ Ահա և վերջ, լսեցիր, և նրա հաղթանակած ճղճղան ձայնը զրնգալով արձագանքեց իմ ականջներում։ Ինչ-որ մի պահ մեր միջև տարօրինակ լռություն տիրեց, որը ռետինե լարի պես ձգվելով այն աստիճանի նվաղեց, որ միակ հեռանկարը մեր միջև եղած կապի կտրվելն էր։ Եվ ինչպես միշտ, այս դեպքում էլ վիճակը փրկեց կինը։ Նա պայուսակից հանեց բանալիների կապոցը և չնայած մթությանը մատներով անմիջապես ճարպկորեն ճանաչելով իր դռան բանալին, բացեց փականը։ Սա ընդամենը մի մեծ ձեղնասենյակ է, որի պատուհանից լուսնի լույսը տարածվում է մութ բնակարանով մեկ, սակայն կինը չի նկատում դա և կույրի պես շոշափելով պատը փորձում է գտնել անջատիչն ու միացնել լույսը։ Ինչ տարօրինակ է մարդը։ Լույսի մեջ փորձում է լույս վառել, իսկ մթության մեջ անջատել, որ ընտելանա մթությանն ու չկուրանա, մտածեցի ես ու գրի առա այդ միտքը։ Կամակոր անձը, որ մասամբ յուրացրել էր այն մի քանի տղամարդկանց մտածողությունն ում հետ կինը երբևէ շփվել էր, և ովքեր անջնջելի հետք էին թողել նրա հիշողության մեջ, որսալով մտքերս ժամանակ չկորցրեց ու շշնջաց նրա ականջին։ Աստղերը միայն մթության մեջ են երևում։ Դա քնարական է, պոեզիա։ Հենց այդ պահին են շատերն իրար գրկում, համբուրում և սիրում։ Երևի ամաչում են իրենց անկեղծությունից և չեն ուզում իրար տեսնել, որպեսզի Աստված չարասցե երևակայական պատկերները փչվեն, ավելացրեցի ես։ Իսկ հնարովի անձն ասես փորձելով պահպանել մեր միջև ստեղծված լարվածությունը, շարունակեց. կամ էլ զարգացնում են շոշափելիությունն ու լսողությունը, հանգիստ տալով տեսողականին։ Պարզամիտ, ասացի ես։ Նրանք օգտագործում են լռության լեզուն, որն առանց սիրելու չի գործում։ Սերը լռությամբ է հաղորդվում, իսկ կատարյալ սերը կատարյալ լռությամբ։ Թեպետ կինն այս անգամ համոզված լինելով, որ խավարը թաքցնում է իր երկատման փաստն ու անտեսանելի դարձնում մատնող վկաների համար, առանց խուճապի փոքր ինչ նյարդայնացած սաստեց երևակայական անձին. գոնե այստեղ մի փիլիսոփայիր։ Վերջապես կինը միացրեց լույսը, որը ժապավենը երևակելու պես երևացրեց նրան և տեսանելի դարձրեց բնակարանն ու բոլոր առարկաները։ Հանրահայտ դերասանուհի Ժաննա Նոր, 33 տարեկան, արտաքուստ նիհարիկ, միջին հասակի, ջահելադեմ արտաքինով, վերադարձել է տուն շռնդալից հաջողությամբ անցած ներկայացման պրեմիերայից։ Նրա հագին լայն օձիքով բաց վզով սեղմող լայն գոտով նորաձև կլյոշ սև վերարկու է, սև քողով գլխարկ, որն ասես զգուշացնում և ընդգծում է կրողի անմատչելիությունը, սև երկար ձեռնոցներ, թևի տակ սև պայուսակ, իսկ ձեռքին ծաղիկներ։ Թվում է, թե բեմից անմիջապես ոտք է դրել տուն։ Բավականին հոգնած տեսք ունի, սակայն նրա երևակայական անձը, ինչպես միշտ վստահ է իր մեջ և գոհ իր հաջողությունից։
Ժաննան ծաղիկները ձեռքին նստում է հին ռադիոընդունիչի վրա, որը դրված է դռան կողքին, հատակին և ծառայում է նաև որպես նստատեղ, հանում է բարձրակրունկ սև կոշիկներն ու ոտքի մատներով միացնում ռադիոն, որից սկսում է լսվել մի տխուր երգ։ Նա արագորեն փոխում է ալիքները, սակայն բոլորից էլ լսվում է նույն տխուր երգը։ Վայրկյաններ անց արհամարանքով անջատում է ռադիոն և շտապ հագնելով կոշիկներն անցնում է ներս, ասես ուշանում է ինչ-որ կարևոր հանդիպումից։ Այս մեծ բնակարանում ամեն ինչ տեղավորված է կողք կողքի։ Չկա միջանցք և հյուրասենյակ, լոգարան և խոհանոց։ Ննջասենյակը գտնվում է կենտրոնում և իրենից ներկայացնում է մի մեծ մահճակալ, կողքին գրադարակ, մահճասեղան, մոմակալը, հեռախոսը և նրա դստեր Նորայի նկարը վրան։ Այն լոգարանից անջատված է առաստաղից կախված մեծ կլոր հայելիով։ Լոգարանն ու ցնցուղը փակված են ընդամենը աստղազարդ կապույտ վարագույրով։ Ժաննան ձեռքի ծաղիկները գցում է ցնցուղի տակ և բացում ջուրը։ Ննջասենյակի մյուս պատիդերը կատարում է զգեստապահարանը։ Նրա ետևում կա բազմոց, 2 թմբիկներով հյուսված ճոճաթոռ և 1 աթոռ կլոր սեղանի մոտ, որի վրա դրված է սրճեպ և ծաղկաման։ Սեղանից մի փոքր կողմ կախված է մեծ ճոճվող նախշազարդ ուղղանկյուն շրջանակ, առանց նկարի, որը ծառայում է նաև որպես դուռ դեպի փոքրիկ ու նեղ խորհրդանոց, որտեղ մի քանի կոտրտված աթոռ կա։ Խորհրդանոցը, փաստորեն, այդ ձեղնասենյակի սև խոռոչն է։ Այն, ինչ հայտնվում է այնտեղ, այլևս կորցնում է իր նշանակությունը։ Նա դանդաղ, հառած աչքերով մոտենում է ճոճվող շրջանակին, ասես մինչ այդ թաքնված ինչ-որ բան է նկատել այդ կլանող, սև, մութ դատարկության մեջ։ Նրա շուրթերը շարժվում են, բառեր են արտաբերում, սակայն նա համր է։ Հետո, կարծես շրջանակի մեջ ճանաչելով մեկին, խոր և հանգիստ հոգոց է հանում, արտաբերելով Բելլա անունը։ Ինչ նախանձով էր նա ինձ նայում։ Միթե ինչ-որ բան դեռ մնացել է իմ կյանքում, բացի կոչումից և սիրելի գործից։ Ժաննան շտապ վերադառնում է ցնցուղի մոտ և կրկնելով Բելլա անունը, փակում ցնցուղից թափվող ջուրը։ Բելլա, իմ անբաժանելի ընկերուհի, ում հետ կիսում էի ամեն ինչ՝ ուրախություն ու ձախորդություն, կարիք ու լիություն։ Նա արժանապատվորեն տանում էր կյանքի բոլոր զրկանքներն ու դժվարությունները, բայց մեկին չդիմացավ՝ դավաճանությանը։ Նա քնում էր Դավթի, իմ ամուսնու հետ, և շուտով նրան տարավ ինձնից։ Ես չէի էլ պատկերացնում, որ երբևէ իմ ամենամտերիմ մարդը բոլորից ցավոտ ինձ կհարվածի։ Այն ժամանակ ես շատ էի տառապում, իսկ այսօր, երբ ցավազրկող ժամանակն իր գործն արել է, ես գոհ եմ։ Դավիթը խաղադաշտից հեռացավ, որովհետև սպառեց իրեն։ Նրա դերն իմ կյանքում գրեթե աննշան դարձավ։ Մնացածը պետք է անեի ես ինքս։ Բելլա, քո աչքերում զղջում նկատեցի, իսկ գուցե ինձ թվաց։ Դե իհարկե, ասացի ես, հույս ունենալով, որ Ժաննան կլսի ինձ։ Երբ նպատակը ձեռք է բերվել, վրա է հասնում ձանձրույթը, իսկ երջանկության համար նպատակ է պետք, որին դու երբեք չես հասնելու։ Չէ՞ որ կյանքը հուսում է, ինչպես այն կանգնեցնել։ Եվ հետո, եթե քո երջանկությունը բացի քեզնից կախված է ևս ինչ-որ մեկից, ապա դժբախտությունն իրեն սպասել չի տա։ Նա քեզ չի լսում, իզուր ես տանջվում, խոսեց անձը։ Ինչպես թե չի լսում, բացականչեցի ես, երևի դու մոռացար, որ նրա ստեղծողը ես եմ։ Հիշում եմ, սակայն այդ ո՞ր մեկն է ականջ դնում իր ստեղծողին։ Երևի թե միայն հնարովի անձը։ Ես եմ ձեր միջնորդը, հպարտացավ նա։ Ուզում ես համոզվել, տես, ու հրաման արձակեց. Ժաննա, մի խղճ այդ լրբին։ Դավիթն էլ մի բան չէ, արհամարանքով հակադարձեց Ժաննան, ոչ մի կնոջ բաց չի թողնի, իսկական որց։ Ու հետո մտածկոտ շարունակեց. Ճիշտ է, սրա հետ ինչ-որ երկար ձգձգվեց։ Ես գիտեմ, եթե նա չի լքել Բելլային, նշանակում է երազանքն է լքել նրան։ Տղամարդիկ, խրատական խոսելաձևով սկսեց անձը, հաճախ բանականության փոխարեն առաջնորդվում են պատրանքներով։ Ոմանց գրգռում է ուրիշին պատճառած ցավը, իսկ ոմանք էլ իրենք են ցանկանում ցավ զգալ, որպեսզի համոզվեն, որ դեռ կան ու դեռ ողջ են։
Ինչպես միշտ դու ամեն ինչ գիտես, իմիջիալոց ատամների արանքից համարյա անշարժ շրթունքներով արտաբերեց Ժաննան։ Քեզնից եմ սովորել, Ժաննա, մի կերպ թոթովեց նա, ինչպես անընդունակ աշակերտը, որը սովորաբար հլուհնազանդ է։ Ասեմ, որ իմանաս, միշտ չէ, որ իրավացի ես։ Ու այստեղ Ժաննան վերջակետ դրեց երկխոսությանը։ Ես խոսեցի, սակայն իմ արտասանած բառերը օճառի պղպճակների պես խառնում էին իրենց հերթականությունն ու ուղղությունը, կամ էլ պայթում էին նպատակին չծառայած, ստեղծելով քաոս։ Մեծ ափսոսանք էի զգում, որ իմ և իմ ստեղծածի միջև ինչ-որ մեկը միջնորդի դեր պետք է կատարի, ինքնահռչակ միջնորդի, որն ինչպես ցանկանա, այնպես էլ կաղավաղի իմ յուրաքանչյուր բառը, եթե իրոք ես այն արտասանել եմ։ Էլ չեմ ասում իմ զգացմունքների, վերաբերմունքի, ցանկությունների մասին, որոնք նույնիսկ բառերով ես չեմ կարողանում արտահայտել։ Իսկ պատճառն այն է, որ դրանք բազմերանգ են ու անըմբռնելի։ Եվ երբ փորձում եմ ցույց տալ պատկերներով ու գործողությամբ, դրանք նմանվում են այն հին առակներին, որոնք հաճախ ենք կարդում, բայց ականջ չենք դնում, այն պարզ պատճառով, որ հասու չէ մեզ։ Սուտը բոլորիս մեկուսացնում է, պարուրելով ձայնամեկուսիչ թաղանթով։ Մեզանից յուրաքանչյուրը գիտե իր թուլություններն ու թերությունները և լավ է ճանաչում իր իսկական հակառակորդներին։ Ցավոք, կեղծավորությունը թույլ չի տալիս ազատվել նրանցից, կամ էլ ըստ արժանավույն տեղ տալ նրանց մեր կյանքում։ Մենք անհաջողություն ենք կրում և դրանում մեղադրում ենք բոլորին մեզնից բացի։